Եբրայեցիս 6-րդ գլխի մեջ հեղինակն ասում է, որ նրանք, ովքեր ունեցել են այն փորձառությունը, որը պետք է ունենային, ճաշակել են նոր աշխարհի զորությունը։ Նա խոսում է այն մարդկանց մասին, ովքեր ետ են քաշվում իրենց ունեցածից։ Եկեք կարդանք այդ հատվածը Եբրայեցիս 6-րդ գլխի 4 և 5 համարները, որովհետև անկարելի է նրանց, ովքեր մեկ անգամ լուսավորվել են, այն երկնային պարգևի համն առել, Սուրբ Հոգու մասնակից եղել և Աստծո բարի խոսքի և հանդերձյալ աշխարհի զորությունները ճաշակել են։ Ես հավատում եմ, որ մեզանից շատերն են այստեղ նշված 5 փորձառությունները փորձառաբար ապրել իրենց կյանքում։ Մենք լուսավորված ենք եղել, ճաշակել ենք երկնային պարգևը, հավիտենական կյանքը, մասնակից ենք եղել Սուրբ Հոգուն, ճաշակել ենք Աստծո բարի խոսքը և եկող աշխարհի զորությունները։ Ես հասկանում եմ, որ սա գալիս է Սուրբ Հոգու մկրտության միջոցով, երբ դուք մկրտվում եք Սուրբ Հոգով, ընկնվում եք գերբնականի մեջ, որը գերբնական է այս աշխարհում, իսկ հաջորդ աշխարհում այն բնական կլինի, այնպես որ մեզ շնորհվել է եկող աշխարհի զորությունից մի փոքր համտեսել։ Հավատում եմ, որ Աստված թույլ է տվել մեզ ճաշակել այն, որպեսզի հրաժարվենք ներկա աշխարհի համը ճաշակելուց։ Եվ կարծում եմ, որ քրիստոնյան չպետք է տարված լինի այս աշխարհի համերով, երբ նա արդեն ճաշակել է եկող աշխարհի համերը։ Այնուհետև վերադառնանք մեկնաբանելու սերմնացանի և սերմի առակը։ Մատթեոսի 13-րդ գլխի 22-րդ խոսքում Հիսուսն ասաց. «Փշերի մեջ սերմանվածը նա է, որ խոսքը լսում է, բայց աշխարհի հոգսերն ու հարստության խաբեությունն այդ խոսքը խեղդում են, և անպտուղ է լինում»։ Այնտեղ, որտեղ աշխարհ է ասում, ճիշտ թարգմանությունը դարն է։ Նոր միջազգային թարգմանությունն ասում է դար։ Այնպես որ այս դարի անհանգստությունների համար հոգ տանելը խեղդում են Աստծո խոսքը և մեզ անպտուղ դարձնում։ Հասկանում եք, մենք չենք կարող այս դարի մասը լինել, որովհետև եթե մենք այս աշխարհի մասը լինենք, ապա դրա հոգսերն ու խնդիրները կիշխեն մեզ վրա։ Դրանք մեզ հոգևորապես անպտուղ կդարձնեն։ Մենք պետք է մի կյանքով ապրենք, որը մեկ այլ իրականության է պատկանում։ Ես նայում եմ ձեզանից ոմանց դեմքին և ենթադրում, որ նախկինում նման բան չեք լսել, սակայն կարծում եմ, որ այն ցույց եմ տալիս անմիջապես նոր կտակարանի էջերից։ Բացեք Հռոմեացիս 12-րդ գլխի 2-րդ խոսքը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին և կատարյալը։ Այնպես որ մենք մեզ չենք կարող թույլ տալ այս աշխարհին կերպարանակից լինել։ Եվ կրոնական բազում արարողությունների միջոցով չէ, որ մենք պետք է փոխվենք, որովհետև դրանք մարդուն ներքուստ չեն փոխում։ Մենք պետք է մեր մտքերի մեջ փոխվենք։ Որովհետև եթե սկսենք ուրիշ կերպ մտածել, ուրիշ կերպ էլ կապրենք, սա է տարբերությունը կրոնի և շնորհքի։ Կրոնը բաղկացած է արտաքին կանոններից, ինչ պետք է հագնեք, ձեր շրջազգեստը որքան երկար պետք է լինի, որքան շրթներ կօգտագործեք և նման բաներ։ Գիտեք, որ ժամանակներ առաջ Assembly of God եկեղեցում կոսմետիկա գործածելը մեղք էր համարվում։ Այնպես որ նրանք երբեք չէին շպարվում։ Սակայն երբ այդ կարգը մուտք գործեց, մարդիկ դեռևս ներկում էին իրենց աչքերը, քանի որ աչքերը ներկելու մասին որևէ օրենք չկար։ Նրանք առանց շպարվելու ներկում էին միայն իրենց աչքերը, որը նրանց ուրվականի տեսք էր տալիս։ Ինչ եմ ցանկանում ասել, նման օրենքները չեն փոխում մարդու սիրտը, դուք պետք է փոխեք նրանց մտածելակերպը, որից հետո միայն նրանք կփոխվեն։ Այնպես որ Պողոսն ասում է՝ մի մտածեք ներկա դարի մտածողությամբ, փոխեք ձեր միտքը, թույլ տվեք, որ Սուրբ Հոգին փոխի ձեր միտքը և տա նոր մտածելակերպ, որի արդյունքում կփոխվեն ձեր առաջնայնությունները, ձգտումները և նպատակները։ Դրանից հետո դուք այլ կյանքով կապրեք։
Այնուհետև նա ասում է, որ մտքի նորոգությունից հետո դուք ի վիճակի կլինեք հայտնաբերելու, թե որն է Աստծո բարի, ընդունելի եւ կատարյալ կամքը։ Բազում քրիստոնյաներ չեն հայտնաբերում Աստծո կամքը, քանի որ նորոգված չեն մտքով։ Չնորոգված միտքը չի կարող բացահայտել Աստծո կամքը։ Մարմնավոր միտքը թշնամություն է Աստծո հանդեպ, Աստված իր գաղտնիքները չի հայտնում թշնամիներին։ Սակայն եթե ձեր միտքը սկսի փոխվել, Աստված էլ կսկսի ցույց տալ ձեզ իր գաղտնիքները։ Նա կհայտնի իր գաղտնի ծրագրերը ձեր կյանքի համար։ Միլիոնավոր քրիստոնյաներ երկինք կգնան, սակայն կարծում եմ, չնորոգված մտքի պատճառով նրանցից շատերը կվրիպեն երկրի վրա իրենց համար Աստծո նախատեսությունից։ Այնպես որ եկեք չկերպարանավորվենք ներկա աշխարհի կերպարանքով։